Հիմա ունես, տես մի հատ երկար է, կարող է քորի։ Ինչպես շատ էրեբունցիներ, Օլեգ Բեգայանի ընտանիքն էլ է 2 օր առանց հոսանքի մնացել։ Հեցի Վարդաշեն ենթակայանի խոշոր հրդեհի հետևանքով վարչական շրջանի շուրջ 51,000 բաժանորդ հոսանքազրկվել էր։ Օլեգը գլխիճարը նախապես էր տեսել։ Մենք տունը գազով ենք տաքացնում, լավ այս տարի որոշել էի բան տնեմ, բաքսի տնեմ, 3 օր սացրջամ ենք ալել բազորեն։ Սովորական գազի պեչ կա, մեկ էլ փայտի պեչ կունեմ։ Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պնդմամբ աշխատակիցների անդադար աշխատանքի շնորհիվ գրեթե 40,000 բաժանորդների էլեկտրամատակարարումը ժամերից վերականգնվել է, բայց շուրջ 11,500 բաժանորդ մոտ 48-ից 52 ժամ առանց հոսանքի է մնացել։ Տանը երեխա չունեինք, ադյալներով եղածն էլ հանեցինք լավ էր, մեր բախտից եղանակը ցուրտ էր, հանեցինք ինչ որ ունեինք դրեցինք դուրսը, ոչինչ չեն կարող անել։ Այո, կոնդիցիոներով։ Մրսում էինք, չէինք տաքանում։ Դուրս էինք գալի, տունը չէինք մնում։ Գնում էինք քաղաք, ինչ որ տեղեր մոլերում տաքանում էինք։ 90-ականների ոնց է, գիտենք ձևեր էլի։ Մոմ էինք վառում, լամպ ունեի, լամպ էի հանել, աշխատացնում։ Իսկ մտածում եք Սառնարանի մթերքն էլ լավ էր, եղանակը ցրտոտ էր, հալիքների բալկոն է։ Facebook-յան մեր հարցումներից պարզ դարձավ, որ այս պահին էլ Էրեբունի վարչական շրջանի մի քանի հասցեներում լույսերը միացել, հետո անջատվել են։ Հասցեներ էլ կան, որ ընդհանրապես դեռ չի միացել։ Օրինակ Աթոյան ու Արեշ փողոցների մի շարք տներ ու շենքեր։ Սարսափելի վատ։ Մենք լույսով համ տաքանում ենք, համ ջուրնալ լույսով ու սարսափելի վատ։ Ոնց պիտի ցուրտ տան մեջ առանց ջրի մոտ լրիվ 92 թիվ էր։ Դե մի հազարթվի լարեր է բաժարան, դե ինչ կարաս ասես։ Դե մոմ վառեցինք յոլա գնացինք, մոմը կազ։ Լվացն էլ օր եք անում։ Հա, լվացն էլ օր ենք անում, ազիջ։ Հեցի ժամանակավոր կառավարչի պնդմամբ հրդեհի նախնական պատճառը մաշված ցանցն է, բայց բուն պատճառը պարզելու համար ասած ուսումնասիրություններ են սկսել։ Մենք վատթար եւ մաշված բաշխման ցանցում, որը ունենք ցավալիորեն արձանագրում իհարկե այսօր մեր հանրապետությունում, նման վթարները որևէ կերպ լիովին չեզոքացվող չեն։ Մենք վերազինել ենք ենթակայանը ավելի նորագույն տեխնոլոգիաներով, բնականon իրավիճակում նման մասշտաբի հետևանքները վերացնելու եւ էլեկտրամատակարարումը վերականգնելու համար օրդինար վիճակում անհրաժեշտ կլիներ 1 շաբաթից 10 օր ժամանակ։ Մեր մասնագետները դա իրականացրեցին շուրջ 2 օրվա ընթացքում։ Բացի սեփական ուսումնասիրությունները հեծը նաեւ իրավապահներին է դիմել։ Քննչական կոմիտեից ասացին վարույթ չնախաձեռնելու մասին որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով։ Նաեւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այստեղ անելիք ունի։ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, բացառում է, որ պարզվի թերացումը հեծում է եղել։ Ասած չի բացառում, բայց չի շտապում կարծիք հայտնել։ Հրդեհը ընդգծեց լայնամասշտաբ էր։ Շարքից դուրս եկան 23 բաշխման բջիջներ իրենց բոլոր ենթակառուցվածքներով, անվտանգային այդ համակարգով եւ ամբողջ ենթականը դարձավ ոչ պիտանի հետագա շահագրգռմանը։ Համացանցում մարդիկ դժգոհում են ու պնդում, հեծը պետք է փոխհատուցի մարդկանց վնասները։ Ոմանց կենցաղային սարքերն այրվել են։ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, նախ պետք է պարզեն պատճառները, հետո վնասներ կրած բաժանորդների հարցը քննարկվի։ Վնասներ կրած սուբյեկտները, պատճառները Պարզելուց հետո օրենքի կարգավորման տակ կընկնեն, բնականաբար օրենքի գերակայության պարագայում բոլոր ընթացակարգերը կգործարկվեն։ Քանի դեռ բուն պատճառները պաշտոնապես հաստատված չէ, բնականաբար չեն կարող ասել որ կարգավորմամբ առաջ կգնա գործընթաց։ Մեզ հանդիպած Էրեբունու բնակիչները փոխհատուցման հույս չունեին։ Որտան լավ կլինի, բայց հույս չունեն որ կտան։ Հեծը որ մեկին դե փոխհատուցում տա։ Մեր երկիրը այնքան դժվար բանի մեջ է, որ հա շատ ահավոր վիճակի մեջ է։ Այդ 2 օրը որ մու փոխհատուցեց։ Հա ենթադրենք թո փոխհատուցի։ Ինչներս փոխվի, նախ տեղած եղել սա։ Պետք չլներ։ Փոխհատուցումը բացառված բան է եղել։ Հոգեբանական բարոյական այդ վնասը կարան փոխհատուցել երկրվա չէ։ Այս օրերին դռները փակել ու տուն էին գնացել նաև համայնքի մի շարք խանութներ։ Չենք աշխատել, փակ ա եղել խանութը։ Բայց օրինակ Միրգ բանջարեղենի վաճառքով զբաղվողները հոսանքի այլընտրանքային տարբերակներով են կարողացել չկանգնեցնել աշխատանքներ։ Գեներատորը միացրել ենք, բենզինը լցրել ենք, գեներատորը աշխատել, հոսանքը տվել, աշխատել ենք։ Այս սաղի համար է պարզը, որ այս երկրորդ է առևտրի ժողովուրդը նոր տարի են անում,
Այս երկրորդ է, վերջ երկրորդն է առևտրի օրը։ Հեծն իր ներքին քննությունը սկսել է 3, երբ կպարզեն ինչն ինչոց էր։ Ժամանակավոր պաշտոնակատարը դժվարացավ ժամկետներ նշել։ Երկու հատուկ հանձնաժողովներ են ձևավորել հեծում իրենց անկախ անվտանգության վերահսկողության տնօրենի գլխավորությամբ եւ իշը տեխնիկական տնօրենի, որպեսզի եւ իրավական անվտանգային եւ տեխնիկական էներգետիկ ուղղություններով երկու անկախ հետաքննություններ իրականացնենք եւ վերջնական բարձ դառնա պատճառները, հնարավոր էր կանխարգելել թե ոչ, ինչպիսի հետևանքներ է ունեցել եւ ամբողջական պատկերը բարձ դառնալուց հետո պատշաճ նաեւ ընթացքը լուծենք այդտուր միջև կարգապահական կամ քրեաիրավական գնահատականների։ Կառավարությունը Էլ-ցանցերի սեփականատեր Տաշիր ընկերությանը նաև հաճախակի հոսանքազրկումների համար մեղադրելով հեծը պետականացնելու գործընթաց սկսեց։ Էրեբունու բնակիչները գոնե վերջին 3 օրերին բարելավում չեն նկատել։